Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետեւում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, որ ձեր արձագանքները եւ ձեր առաջարկները հղում եք մեզ։ Դա մեզ համար շատ կարեւոր է։ Բարեկամներ, ուզում եմ իմ ջերմ ողջույնները հղել մեր սփյուռքահայ բարեկամներին, հատկապես ու գոնե առաջինը, որովհետեւ նրանք ել ավելի են շահագրգռված մեր հաղորդումներով, քանի որ մեր հայրենիքից հեռու են։ Ողջույններս մեր բոլոր հեռուստադիտողներին։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք մեր կարծիքով կհետաքրքրեն ձեզ, ավելին ասեմ, կհամադրեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեզ համար մի քիչ յուրահատուկ օր է եւ յուրահատուկ է նրանով, որ այսօր ես հյուր ունեմ եւ իմ հյուրս արտերկրից է, դեռ պահին Մոսկվայից։ Իմ հյուրն է բարեկամներ Մոսկվայից, խոհարար Ռոման Կարաբեյնիկովը։ Բարև Ռոման։ Добрый день. Բարի օր։ Хорошо, спасибо. Ինչպես են գործերը։ Լավ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես ուղղակի պիտի ներողություն խնդրեմ, որ իմ ոչ շատ այդքան ռուսերեն, հստակ ռուսերենով պիտի թարգմանեմ եւ խոսեմ մեր Ռամանի հետ։ Շնորհակալություն։ Ռոման ջան, ինչ ենք պատրաստելու եւ ինչպես է կոչվում ճաշատեսակը։ Այսօր մենք կպատրաստենք ճաշատեսակ ասիական խոհանոցից։ Դա բանջարեղենով եւ մանր ծովախեցգետնով ձվային լապշայով ճաշատեսակ է։ У нас лапша уже готова. Мы ее заранее. Նախորդ եփել ենք եւ սառեցրել, եփել ենք նաեւ մանր ծովախեցգետինները եւ մաքրել ամբողջը։ Մեզ անհրաժեշտ են 3 տեսակի թանձրուկ՝ չիլիի քաղցր թանձրուկ, ավանդական սոյայի թանձրուկ եւ տրիակի թանձրուկ։ Բանջարեղեն, կանաչի եւ ընկույզ։ Ես հետո մանրամասն կպատմեմ այդ թանձրուկների մասին, դրանք արդեն պատրաստ են։ Դա հետո, իսկ հիմա խնդրեմ իմ հարգելի ընկերոջը օգնել ինձ։ Ինչով կարող եմ օգնել։ Դուք կարող եք օգնել ինձ կտրատել դդմիկը, տակտեղը, գեղեցիկ հրաշալի հայկական տակտեղը եւ սմբուկը։ Այս ամենը պետք է կտրատել ձողիկաձև, ոչ հաստ, կես սանտիմետրը բավական է, նույնիսկ ավելի բարակ։ Լավ։ Իսկ ես կպատմեմ թանձրուկների մասին, դրանք հետս եմ բերել։ Դա չիլիի տակտեղի քաղցր թանձրուկն է, այն կոչվում է քաղցր, որովհետև պատրաստված է կծու չիլիից, վրան ավելացվում է բրնձի քաղցր գինի, որը նարին է կոչվում։ Դրա վրա ավելացվում է շաքար եգիպտացորենի, օսլա, ջուր եւ սխտոր։ Սկզբում կծու չիլին եւ սխտորը հավանգով ծեծում ենք, վրան ավելացնում ենք ջուր եւ եռացնում։ Առանձին եփում ենք քաղցր գինին, ջուրը եւ շաքարը։ Հետո այդ ամենը խառնում ենք, վրան ավելացնելով եգիպտացորենի օսլա։ Սոյայի թանձրուկը բոլորիդ հայտնի է։ Այդ մասին չենք խոսի, կխոսենք տրիակի թանձրուկի մասին։ Այն պատրաստվում է սոյայի թանձրուկից, ճապոնական սակեից եւ նույն բրնձի քաղցր գինուց, նարինից։ Բրնձից նույնիսկ գինի են պատրաստում։ Այո, բրնձից գինի են պատրաստում։ Իսկ մեր մանր ծովախեցգետինները լրացուցիչ մաքրելու կարիք ունեն։ Հեռացնում են կոպոչերը, որովհետև ուտելուց դրանք խանգարում են մի տեսակ։ Կարևորը թեփուկները հանելն է եւ երակները հեռացնելը։ Դա շատ կարևոր է։ Թավայում տաքացնում ենք յուղը։ Այսպես պատրաստ են դդմիկները եւ լցնում ենք տապակելու։ Սա արագ է պատրաստվում։ Բանջարեղենը մի քիչ խրթխրթան պետք է լինի։ Այդպես պահպանում են համային հատկանիշներն ու ամբողջ ուրմունքը։ Ես էլ օգնեմ կտրատել սմբուկը։ Արագ պատրաստենք բանջարեղենը, դա էլ կարող ենք լցնել, այդպես շատ լավ է։ Հարգելի հեռուստադիտողներ, ես միջամտեմ, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հարգարժան հյուրը նաև շատ հետաքրքրված է մեր Արարատյան հայկական խոհանոցով եւ այն փաստը, որ ինքը այստեղ է, ուզում է անպայման
անպայման օգտագործել այդ փաստը եւ շատ ու շատ խորանալ ինչքան հնարավոր է մեր ազգային ավանդական խոհանոցի, որի համար կարելի է ուղղակի հպարտանալ, կարելի է ուղղակի շնորհակալություն հայտնել եւ Ռոմանին եւ ընդհանրապես այն մարդկանց, ովքեր հուշել են իրեն, որ կարելի է Հայաստանում զարգացնել, Հայաստանում սովորել խոհանոց։ Մանր ծովախեցգիտինները պատրաստ են։ Ռոման, ես հեռուստադիտողներին ասացի, որ դուք հետաքրքրված եք նաև հայկական խոհանոց։ И в армянской кухне, что тебя интересует. Այո, ինձ հայկական խոհանոցը շատ է դուր եկել։ Ես առաջին անգամ եմ Երևանում։ Ձեր ռեստորանում փորձեցի հայկական ուտեստներ եւ ինձ շատ դուր եկավ։ Ես ավելի շատ հաճախ կայցելեմ ձեզ մոտ։ Իրոք շատ համեղ է հայկական խոհանոցը։ Ահա, պատրաստ են նաև մանր ծովախեցգետինները։ Всё, что есть под рукой. Հիմա կարելի է ավելացնել բոլոր թանձրուկները։ Ընկույզը ամեն ինչ արվում է արագ, բարձր կրակի վրա։ Да, температура очень важна. Ահա, սկսում ենք տրիակի թանձրուկից։ Բանջարեղենը շոգեխաշվում է, իր մեջ ներծծելով թանձրուկի համերը եւ բույրը։ Կարող ենք մանրացնել համեմը, որը կավելացնենք վերջում։ Համեմը լայնորեն օգտագործվում է Ասիայում։ Եվրոպայում չեն օգտագործում համեմը։ Ճիշտ է, նրանք գերադասում են ռեհանը եւ ավանդական կանաչեղենը։ Այնպես ավելացնում ենք չիլիի քաղցր թանձրուկը, շատ քիչ, որևէ մեկին դուր գա կարող է շատ ավելացնել, մի քիչ կար։ Мы добавим чуть-чуть, чтобы так почувствовать. Այս բոլորի վրա ավելացնում ենք լապշան ըստ ճաշակի։ Можно так. Թողնում ենք, որ շոգեխաշվի մինչև բանջարեղենը եւ լապշան ներծծվեն թանձրուկների համերով։ Лапша, овощи пропитались всеми нашими соусами. Так, ну смотрите, как видите, у нас уже Ահա եւ բույրը։ процесс пошел. Այն ավելի սուր դարձնելու համար ավելացնենք համեմը։ Чтобы его еще больше усилить, мы добавим чуть кинзы. Давайте добавим чуть кинзы. Կարող ենք կեսը լցնել եւ եթե կարելի է սխտոր կտրտել։ Прошу еще вас чуть-чуть чеснока положить. Сейчас. Хорошо? Отлично. Вот получается. Ահա ստացվեց գեղեցիկ կերակրատեսակ, այն յուղոտ չէ, կալորիականություն չունի, համեղ է եւ օգտակար։ Ասիացիք ընդհանրապես հաց չեն ուտում, նրանք բրինձ են ուտում հացի փոխարեն։ Հայկական ասացված կա, չկա, դրա համար էլ չեն ուտում։ Իհարկե, կատակում եմ։ Так, ну все. Все, да? Все готово. Чуть-чуть чеснока добавим. Այսպես պատրաստ է մեր ճաշատեսակը։ Վերջում մի քիչ սխտոր ավելացնենք, շատ քիչ, բույրը հաճելի լինելու համար։ Совсем little. Ага. Отлично. Совсем как Совсем азиатская. азиатский. Իսկական ասիական։ Այո, ասիական։ Имбирь. Это все составляет. Սխտորը, չիլին եւ իմբիրը դրանք ասիական խոհանոցից անբաժան են։ Ահա պատրաստ է, կարելի է տեղադրել մատուցվող ափսեի մեջ։ Угу. Немножко, ну в час. Мы, Так. к сожалению, Достаточно. Можно Կարելի է մնացած համեմով եւ մանր ծովախեցգետիններով զարդարել ափսեն։ Համեմը շատ օգտակար է եւ համեղ։ Այո, համեղ։ И вкусно. Ահա մի քանի խաշած մանր ծովախեցգետին ընկույզով կավելացնենք։ Այս ամենը շատ օգտակար է առողջության համար։ Все это очень полезно для здоровья. особенно орешки, да? Հատկապես ընկույզը օգտակար է տղամարդկանց համար։ Орешки. Орешки. Ага. Вот так. Все. Կարելի է չիլիի թանձրուկ ավելացնել մանր ծովախեցգետինների վրա։ Здесь все для... Այստեղ ամեն ինչ տղամարդկանց համար է։ Այո, ամեն ինչ տղամարդկանց համար։ Նրանք Ասիայում շատ են։ И мой продукт. Ահա եւ վերջ։ Спасибо, Роман. Շնորհակալություն, Ռոման ջան։ Пожалуйста. Դու կարող ես ողջունել քո ծնողներին, հարազատներին եւ ինչու խորհուրդներ կտաս մեր հեռուստադիտողներին։ Да, спасибо большое. Շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ այս հեռուստատաղավար հրավիրելու համար։ Ինձ այստեղ ամեն ինչ շատ դուր է գալիս։ Կուզեի, որ դուք էլ մեզ մոտ գայիք, ցուցադրեիք ձեր խոհանոցը, իսկական հայկականը։ Մենք այդ մասին արդեն պայմանավորվել ենք, այնպես որ ես ձեզ սպասում եմ Մոսկվայում։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Спасибо вам большое.
Вот что я хочу сказать. Большой привет моим родителям. Ողջունում եմ ծնողներիս, կնոջս եւ Գևորգին։ Ես ձեզ բոլորից շատ սիրում եմ։ Ջերմ բարևներ նրանց։ Կհանդիպենք։ Շնորհակալություն։ Спасибо большое. Հարգելի հերոստատողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արամանին։ Ես ուզում եմ, որ մենք այսպես թե այնպես մենք պիտի շփվենք նաեւ այլ խոհանոցի կրողների հետ, որպեսզի եւ զարգանա մեր խոհանոցը եւ ինչու՞ չէ նաեւ կարողանանք մեր խոհանոցը ներկայացնենք օտարների մոտ։ Շնորհակալություն հայտնենք ձեր անունից Ռամանին եւ ցանկանանք, որ ինքը շարունակի այս հետաքրքիր աշխատանքը։ Սպասիբա։ Շնորհակալություն եւ ցտեսություն։ Հարգելի հերոստատողներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել։ Ես ուզում եմ, որ մենք միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումները ունենան լավ արդյունք։ Այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ։ Մենք հպարտ լինենք հայ լինելու համար, լինենք առողջ եւ բարի, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Հարգելի հերոստատողներ, ուտեստը համարվում է հիմնական ուտեստ, պետք է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ եւ կարելի է ճաշակել սպիտակ անապակ գինով։ Ցտեսություն բարեկամներ։ Բանջարեղենով եւ ծովախեցգետնով լապշա։ Լապշա 300 գրամ, ծովախեցգետին 500 գրամ, դդմիկ 200 գրամ, սմբուկ 200 գրամ, տագդեղ 100 գրամ, ձեթ 30 գրամ, հնդկական ընկույզ 100 գրամ, քաղցր չիլի թանձրուկ 20 գրամ, սոյայի թանձրուկ 30 գրամ, տրիակի թանձրուկ 50 գրամ, համեմ, սխտոր, աղ, պղպեղ։ Բարյախորշակ։